Ողջույն բոլորիդ, հուսով եմ բոլորդ լավ եք, ինձ մոտ եւս մեկ անգամ ուշացած վլոգը, Մատկիս ծննդյան վլոգն է, բավական երկար ժամանակ է անցել, մենք մոտավորապես 1 ամիս կլինի, արդեն մեր տնից վիրուսները չեն պակասում, այս վլոգում էլ եմ խոսում, մյուս հետագա վլոգներում էլ կխոսամ վիրուսների մասին, դա է պատճառը, որ երկար ժամանակա ոչինչ չէի տեղադրում, նույնիսկ չասեցի Մատկի ծննդյան վլոգը տեղադրել, քանի որ իրար հետևից սկսեցին հիվանդանալ, հետո լավացան, նորից ուղարկեցին դպրոց մանկապարտեզ, ընդամենը 2-3 օր գնացին դպրոց մանկապարտեզ ու նորից նույն վիրուսը իրենց մոտ առաջացավ, ուղղակի փառք Աստծո, այս անգամ մի փոքր ավելի թեթև տարան։ Հիմա արդեն բոլորը լավ են, դրա համար ես անցել եմ իմ մոնտաժային աշխատանքներին, դեռ մանկապարտեզ չեմ ուղարկում, կթողնեմ եւս մի քանի օր տանը կմնա, նոր հետո հանգիստ խղճով նոր կուղարկեմ մանկապարտեզ։ Հիմա այստեղ ինչ ենք անում, դե քանի որ նշեցի շուտով Մատկիս ծնունդն է, ամուսինս պետքա գնար գործներ ու ասեց կլինի մենք էլ իր հետ գանք ու աշան մտնենք, աշանից կլինի մանկապարտեզի համար այդ քաղցրավենիքները գնել, այսինքն հյուրասիրությունն, հետո մնացած գնումներն արդեն մեր մոտի խանութներից կանենք։ Այդ կոնքամ ես մտցում։ Հավեսամ այդ։ Հոգնով։ Իրոք է դասել կոնքամուտի։ Հակ։ Չկծու։ Հան չեմ Ինչն ես ուզում բացես։ Հա? Չուպաչուպսը, հեսա չուպաչուպսը կվեկանենք։ Հարմար կները համ Մապսի, համ Միլկայի, Թվիքսի, հեսա կապանգա, չուպաչուպսել ես ուզում։ Չուպաչուպսել վեկանեցին, արդեն մեկը կշղած է, հեմուս Թույլատրելի հանեցինք մի հատ մեջից, ուտում է։ Ասնիկեսել վեկալեց, տեսնենք, հետո էլ ինչ կլինի վեկալել։ Գնանք աշանի եստեղեն մի հատ մեծ աշանը հացանի, որ ինքն է սաղվում, շատ եմ հավանում, գնանք իտ աշանի հացիքետ վեկանեինք։ Գնանք տեսնենք, իմ ուզած հացը կաշանին։ Տանենք, քանի որ Անսոն արդեն խոսացել է, պետք է կես ժամից արդեն այնտեղ լինենք, այս հացերի մասին է խոսքը, շատ եմ հավանում, շատ նույն, ասի, ու թադ, միշտ թադ մեն, հիմա տեսնենք մեծից վեկանեմ, թե փոքրից, ասա մեծից, որ մեծից, ամենամեծը չէ, ես, իսանք շատ հավեր է, Ինչա, որ ինքը։ Բանալ, չթե պախարն։ Մի հատ, փորձելու համար մի հատ որ։ Հակադես փոքր է վեկալես, հեսան։ Սրանից էլ ենք փորձը, բան սրանք էլ են։ Այն երկարներից։ Պաչուպսը։ Այս չկնացինք։ Մարդը լսավ մի խարնիր, էլ պաժալուստա ասեց, էլ սպասիբա իրար հետևից ասեց, ինչ ես ուզում, որ ես քեզ տամ, ջուրը խմես, մի քիչ բայց խմի, հա, շատ չխմես, ինք իրան պաժալուստա ասեց, սպասիբա էլ ասեց, վերջում շիշը վեկալեց, սկսեց խմել, քան երկար ճանապարհ են գնում, ասում եմ շատ ջուր չխմես, որ տուալետի համար անդադ չկանգնենք,
Ինք իրան ասում է, մամա, пожалуйста, спасибо, վեկալից խմեց։ Դեմքի սանայում։ Հա, օպտիմ տղան, մեկ էլ հետո նորից կխմես, հա? Չէ, մեկ էլ տուն եմ կինդերը, կինդերից 2 թե 3 հատ ավել գալեցին։ Կինդեր, հա, այսա տնա մաման կարա հավաքես քո բոբոտը, հավաքեմ տամ քեզի։ Սենց սիրուն տոպտակները սենց էլ մնացին, որովհետև հատուկ վեկալեցի ասեցի ասո հետը ստանեմ խանութ ու շարիկը։ Զայչիկը տամ։ Այսես ուզում ան ու ասեցի վեկալեմ, այնտեղ հասկանամ, դե ամենաշատ տեղ զբաղացնող այդ սոկն է, հասկանաք, այնտեղ տարբեր չափսերի սոկեր կա, որ մեկից վեկալեն քառակուսի երկար, խոսքով երկուսն էլ իհարկե բնականաբար երկուսն էլ տեղավորում, բայց հետո արդեն ուրիշ մթերքների տեղ չլունում, մեկ կամ երկու հատ կարենք էլ ինչ-որ փոքրիկ մթերք տեղավորենք, աղցրավենք, այս բարագայում, ու ասոն ասես վերջ, մորած հետ քո սիրուն սենց տոպտակների մասին կգնանք ֆեայից, նոր տոպտակներ կգնենք, հիմա այդ մտածում ինչ կլինի անեմ, որտեղ կլինի այդ տոպտակներն օգտագործել, ասեն ասոն չթողնա, որ Հայաստան գնանք, այո, պլաների մեջ կա այս տարի Հայաստան գնալու ամատը, լուսեն դպրոցն ավարտի, այդ արձակուրդների, ջան, շահ վեկալ, դետ հստակ որոշված չի, բայց ցանկություն կա իմ և իր կողմից, միջև այդ մենակ իմ կողմից էր Հայաստան գնալ, հիմա ինքն ցանկություն հայտնեմ ու խոսքով տեսնենք ոնց կստացվի, չէ աշխատի ձավեցը չնգնի, թե չէ չեմ տալու, խոսքով այսպես ասեց, եթե գնանք Հայաստան, այդտեղ երեխիքի համար կարես սենց ամեն մեկին, սենց մի քանի հատով տենց պակետներ սիրուն սարքես, փոքրիկ, երեխուն տենց մի քանի հատ տենց քաղցրներ տարբեր բաներ կլինի լցնել ու տալ, ոչ թե մեկական պակետ, եթե չեմ սխալվում 30 քանի հատ ունեմ այդ պակետներից, Մարկ իմ հետ հավասար ասում դու սպիցիալնի գցեցի, որտեղ ուպած եղավ, դու սպիցիալնի արեցիր Մարկ, ան խոսքով այդպես կլինի ամեն մեկի տենց մի քանի հատ փոքրիկ տոպտակներ սարքել, ինչ-որ միտեղ ես այդ կօգտագործեմ, ու շատ սիրուն է, տենց ովքեր որ չեն տեսա, ասեմ, այս անցած տարվանից է, Արամի ծննդյան պահով էի գնե ու չափսերը սխալ էի ընտրեմ, պատվիրելուց չափսը շատ սխալ էի նայել, ամենակարելի ասել փոքր, այս տոպտակներից կա, բայց մի փոքր ավելի մեծ, հիմա ասենց մեկները չեմ իշում, դրա այս տեսակի ավելի մեծներ կա, այս ամենը փոքրն է, գտնեմ իրան ինչ-որ մի տեղ օգտագործելու, ան մարդը մեքենան անջատեց, ոչմ պատուհանը բաց չնես կես, առանց միացնելու, չես կարա պատուհան բացես, սպորը բացենք, դուսն եմ երաշտություն ա գնում, Նուսնեմ է դիրաշտությունը վլոգին չի խանգարի, ձայնը շատ չի կա, պապան հին այն տեղ ամար, ամսի 16-ն է, օրը կիրակի հետև ժամանակ ունեմ, արդեն խմորեղենի հետ կապված մի քանի պարագաներ արդեն պատվիրել եմ, մի քանդի չի կարելի, ես քեզ չեմ թողելու մեկա դու էդ քանդես, մի արա, կանֆետները կեր միջև պապան գա, պեչենիել եմ վեկավ էտ ուզես, Աղավեջանիկը ոչինչ չկերավ, իր համար սենց պեչենի ջուր, տենց բաներ միշտ վեկալում եմ, մամա լինելն էտ էլի, սենց միջև երեխեքի ծնունդը, ես ունեի սենց հիմա էլ ունեմ, ուղակի տունն եմ, եմ սիրուն գեղեցիկ պայուսակներ, հա, այս չես ուզում, այս մեկը չես ուզում, պայուսակներ, բայց երեխեքի ծնվելուց հետո արդեն սենց սպորտային ռուկսակներ եմ օգտագործում, որովհետև պետք է ջուր դնեմ մեջը, կանֆետ, պեչենի, չգիտեմ, փրթուջներ ինչ խոսքով։ Երեխաներից հետո կյանքը շատ է փոխվում։ Մարդկիս համար արդեն թուղթը ուրբաթ օրը վեկալել եմ, գնալի արդեն մանկապարտեզ։ Լուսինեն էլ էր այդ ընթացքում հիվանդաց է։ Ես այն որ ամեն անգամ ավելի եմ համոզում, որ ամեն ինչ չի, որ մեր ձեռքերում է, ես միշտ ասում եմ, հեսա արդեն ակտիվ կլինեմ, YouTube-ում հաճախակի վիդեոներ կտեղադրեմ, մտքեր եմ մոտս գալի, շուտ վիդեոներ, ինչ-որ կոնտենտ կստեղծեմ ու երեխեքը հիվանդանում են ու այդ ամեն ինչ սենց հոդս է ցնդում, որովհետև ես չեմ կարողանում այդ հիվանդության ընթացքում կամ ինչ-որ մի դեպք է լինում ու ես
որի ուղղությունը միայն լինի վիդեոներ նկարել, մոնտաժել, մի խոսքով այդտեղ արդեն ես չեմ կարողանում։ Որ ամեն անգամ համոզում եմ, որ ամեն ինչ չի մեր ձեռքերում, ինչ որ մենք պլաններ ենք մշակում, ու այդ պլաներից դուրս լիքը ուրիշ բաներ է կատարվում, միշտ պլանները խախտվում են։ Այսօրվանից սկսեցի արդեն նկարել։ Դեռ հիմա այսօր նկարում եմ, չգիտեմ, կարող է վաղ արդեն ինչ-որ մի դեպք լինի, ես էլի այսպես պաուզա տամ, ու մեկ էլ նկարեմ մի քանի օրից։ Վատ միտքեր փակել եմ, միանգամից տոթ եկավ։ Չես մտցում, չէ՞ մատ եղանակը չնայած ինքնա վա։ Ու այդպես այդ ընթացքում ոչինչ չէ, եկա ժամանակ երևի մոտապես 2 շաբաթ է ոչինչ չեմ նկարել, այսինքն դիլներ չէի անում։ Այդ մարտի հիվանդության ընթացքում ոչինչ չկարողացա անել, որտեղ մարտուտից հետո մարտը կտրուկ կարելի ասել վատացավ, ջերմությունը նույնիսկ 42-ի էր հասնում, մի քանի անգամ հիվանդանոց գնացինք, սրսկումներ նշանակեցին, ասում այդ սրսկում։ Իշո, բադ նո տվիր ասի չեմ ուզում։ Փոշմանեցի։ Շուտով տուն կհասնենք, բայց Մարկը չդիմացավ քնեց ու մենք ինչ ենք անում ամուսիններով, մենք ենք մուլտֆիլմը նայում Մարկի փոխարեն, էլ չանջատեցինք, ասենք հիմա մուլտֆիլմ նայելով գնանք տուն։ Այն որ ասում են, պետք է այդ բառն ասեմ, առանց այդ բառի ուղղակի չի ստացվում, ասում են պագուշ չհանձնվող տեսակից, հիմա ես այդ մարդկանցից եմ ինչ ասեմ, եկել եմ տուն ու չեմ հանգստանում, եկա ու տեղավորեցի այս վիճակի, այս տոպտակի մարկամ, այս տոպտակի միտքը նրանում, որ այս ականջներից պետք է իրեն սենց կապել սրան, բայց ես կարամ այս տեղից իրեն կապել, այսի որ ասում տենա, որ սենց խծկել եմ, տեղավորել եմ, չգիտեմ ինձ ինչ կանի, բայց մեկ այս եմ, որ չեմ հոսնվում, ուզում եմ մի հատ տեսնեմ ոնց հաստատում, հիմա մտածում եմ, սոպոտ լինի սենց դնում, մի հատ է սենց փորձել, հիվուտ, միլկան, սնիկերս, չուպաչուպս և կինդերը, մարկ կամանց, մեքենան են ջատում, մեքենայից գրկեցինք, իչացրեցինք, պարկացրեցինք տեղերը, անկողինը մի անգամից ակնացավ։ Ընդամենը երևի 5-10 րոպե քնեց, թե չէ։ Հիմա փորձեմ այս մյուս կողմից։ Չեմ հանգստանում ես մեկը։ Ոնց որ մեկ ամուսինս ասում, երբ որ ես սենց մտքեր եմ ունենում, ասում եմ եկա դու ասում քո գլուխդ մտցել ես, չէ, ոչ մի ձև մենք այդ չենք կարա, չէ, համ ասում սնա, բայց չի մտել, չենք հանձնվում։ Գնամ, այն որ ասում եմ քարը փեշիցդ մեր մեջ անթափի ու գնա ազունից նայի նոր տոպտակներից, չէ, ստացվում, ես որ գնամ մտլեմ ազուն ու ազունից նայում, ինչ կոնսիլն է, մի անգամից եթե հիմա տեսնեմ ազոնում ամսի միջև 18-ն, 19-ի առավոտ արդեն պետք է տանեմ, եթե 18-ը գալիս է իմ ուզած սենց հետաքրքիր պակետներ, որտե սենց պակետներ չեմ ուզում, ավելի սենց ինչ-որ լավատուկ են պակետներ եմ ուզում, ուղղակի այս սենց տոպտակներ ֆիային վաճառում են տարբեր ձևերի, բայց յուրահատուկ պակետ էի ուզում, յուրահատուկ տոպտակներ էի ուզում, գնամ տեսեք ինչ կոնսիլն սենց Սիրունա, շատ եմ, ես չգիտես ինչի շատ եմ հավատում, վայ, կոմոն ծարև ես, ես տեսակիվն է, գնամ ու նայեմ, հիմա տեսնեմ ինչ սիրուն տոպտակներ եմ պատվիրում, եթե չգտնեմ հենց այդ օրը բերելուն, միջև ամսի, այսինքն ամսի 18-ը, գնանք ֆեյան են, որ միշտ կա հետ, խանութ ֆեյան, միշտ կա, գնանք ֆեյից, կգնանք։ Նա մեր եղեքին ես կանֆետներից ու չպաչպսից էլ հանում վերև, մնացածը տեղավորեմ սառնանում, դե մի քանի օր կա, բոլոր տեղավորեմ սառնարանում, կինդերներն արդեն դրին եմ սառնարանում, երեխեք ամեն մեկը իրանց համար բացեցին, շոտ ինչ խաղալիքներ էին, ահավը խաղալիքներ էին, չգիտեմ ինչ-որ ռոբոտ էր, հավաքով ինչ-որ մի հատ էլի ինչ-որ անկապ խաղալիքներ էին, եղոսքով գնացինք, գնամ դրանք տեղավորեմ, առաջի հարկի սեղանին եմ դրանեմ տեղավորեմ սառնարանում, լուսների հետ մի քանի դասեր ենք, դասել անենք, այսօր երեկոյանի հասցնեմ երեխաներին էլ պետք է լողացնեմ, հեսա միջև այդ ամեն ինչ անեմ, արդեն երեկոյան ուտելիք պետք է մտածեմ, տեսնեմ մտածեմ ինչ եմ պատրաստելու, գնացի ես գնացի գործերին։
Վերջը որոշեցի ձուկ պատրաստել, այս ոնց որ իմ մանկության ուտելիքներից լինեն ու սովորական ոչինչ չենք անում ուղղակի ձկան վրա։ Ավ ենք ավելացնում, ալյուրի մեջ ենք իրեն պատում երկու կողմը ու ուղղակի վերքի մեջ իրեն տապակում ենք այն ու մերոնք սիրում են բոլորը սենց լավ կարմրած սենց խթխթան, երբ որ վերև եթածածը սենց խթան ալին իմ դուքով սենց են սիրում մերոնք։ Ինձ համար ինքը համարվում է մեր մանկության ուտելիքներից մեկն ու մեկը։ Հիմա չէ որ համացանցում լիքը տարածվել է լիքը բաղադրատոմսեր, թե ինչպես ձուկը պատրաստեն տարբեր ձևերի, նույնիսկ համեմունքներ կան ձկան համար, լիքը տարատեսակ, բայց ես իմ համար ամենահասարակ ու համեղ ուտելիքներից մեկն ու մեկն է։ Այնտեղ երկուսը դեռ ես գնամ երեխեքին հաց դնեմ, հուսով եմ երեխեքի ձայնը չի խանգարում, շատ ուժեղ չի լսում, այնտեղ մեղմ ասած իրար հետ խաղում են։ Եթե կարելի է այդի խաղ համարել էլի։ Մարդ իրենցից փոքր է, գոռում ասում է խվայծիտ։ Են երկուսով են, երկու մեծերս են խաղում, իսկ փոքրը գոռում ասում է խվայծիտ։ Չեք լսում երեխեն ասում է հերիք հա։ Մի խոսքով գնամ, երեխեքին խոսքով գնամ արդեն սեղանել եմ։ Ու ես աշանի հսկայական հացը կիսեմ, ուզում դες մեջը ցույց տամ, այնքան համեղ ու փափուկ է, ովքեր որ Ռուսաստանում են ապրում, իսկ հիմա փորձած կլինեն, աշան հաստատ գնացած կլինեն, շատ համեղ փափուկ են, որ միշտ թարմ է լինում։ Երբ որ աշան են գնում, այս հացերից անպայման գնում ասոն այս պանդվից հավեկալ է, ես որ ավետ չենքով եմ փորձելու, այս տեսակի պանդիներ չեմ սիրում, բայց անպայման փորձում եմ։ Ես այդ սև հացեր այդքան էլ չեմ սիրում, բայց փորձեցի համեղել։ Կտտեմ ու գնամ գժուկներից հաց տամ, ոնց որ արդեն իրար են տեղ ուտում։ Ինչպես տեսնում եք մեզ մոտ օր է փոխվել, պատվերներ ունեի, օզոնից վեկալեցի, հետո գնացին գնումների ամուսիններով, խմորեղենի հետ կապված մի քանի պակաս մթերքներ ունեի, դա վեկալեցինք, հիմա արդեն անցնեմ իմ տորթի պատրաստմանը։ Սովորական կլասիկ բիսկվիթ եմ անել, ուղղակի այս անգամ որոշեցի մի փոքր կակաոյեն ավելացնել, սենց զեբրայան նման ինչ որ մի հատ բիսկվիթ ենք ստանալու։ Իհարկե հետո ընթացքում ցույց կտամ ինչ արեցի եւ իհարկե վերջնական տեսքներ կտեսնեք, այստեղ կլասիկ ուղղակի բիսկվիթ եմ սարքում, հավկիթ, շաքարավազ, մի փոքր սոդա, վանիլին, ջուր եւ վերջ։ Եվ իհարկե բնականաբար ալյուր։ Այդ ընթացքում նաեւ պիցայի խմոր արեք, քանի որ տնեցիք ինձանից պիցա են ուզել, հիմա խմորս բացեցել է, չեմ կարող սպասել, բայց այնտեղ բիսկվիթի խմորն էլ է պատրաստ, ուղղակի փակեցի, թողեցի, որ մի քանի րոպե մնա, միջև պիցան պատրաստ լինի, գոնե մեկ պիցա պատրաստեմ, տամ տնեցիկը ստանա, նոր հետո անցնենք բիսկվիթի խմորին։ Ընդամենը 5-6 րոպեն պատրաստ է լինում պիցան, այնպես որ եթե մի քանի րոպե բիսկվիթի խմորը այս վիճակում մնա, իր հետ ոչինչ չի լինի, քանի որ տենց մի հատ փորձ ունեմ, նույնիսկ 1 ժամից ավել է ինքը մնաց է, մեր լույսերն անջատել են, այնպես որ ոչինչ չի լինում բիսկվիթի խմորի հետ, եթե նույնիսկ 1 ժամ ինքը ուղակի մնա։ Այստեղ ինչպես տեսակ մի փոքր կակաո ավելացրեցի խմորին ու իսկույն զեբրայի նման ինչ որ մի բան ստացանք։ Այստեղ արդեն պատրաստ է մեր առաջի պիցան, միշտ երկու տարբերակով եմ անում, քանի որ երեխաները տարբեր են սիրում, մեկը սիրում է որ խմորը, այսինքն հաց ավելի հաստ է լինում, իսկ մեկը սիրում է որ ավելի բարակ է լինում։ Այստեղ ինչպես տեսնում եք արդեն մեր բիսկվիտն էլ է պատրաստ։ Նա հիմա թողնեմ թող հովանա, այդ ընթացքում գնանք երկու պիցաները թխենք, նոր հետո անցնենք կրեմի պատրաստմանը։ Ինչպես ասում եք լույսերն այստեղ ինձ չի օգնում, ուղղակի ուտում է։ Իմ կրեմը նորից կտրվեց։ Ինձ մոտ ասեմ որ հաճախակի է կրեմը կտրվում, չգիտեմ, այն որ հերթականությամբ ամեն ինչ անեմ, բայց մեկը էլի հաճախակի կտրվում է ինձ մոտ։ Խնդրում եմ օգնեք ինձ, եթե տարբերակներ ունեք, գրեք, տեսնեմ, փորձել եմ ձեր տարբերակը, թե չէ, ես եւս իհարկե ունեմ մի քանի տարբերակներ, որ անիմաստ է, փորձել եմ, չի օգնում։ Մի քանիսը կան, որ աշխատող են, դրա համար ուղղակի ժամանակապետք, այսինքն պետք է իրեն հալացնես, հետո դնես սառնարանում, մեկ ամբողջ գիշեր պետք է մնա, բայց ես դրա համար ժամանակ չունեմ, այնպես որ նույնիսկ չթողեցի, որ ինքը սառնարանում մի փոքր սառի, հենց այսպես էլ կսեցի։ Տորթը դրեցի սառնարանում, սառի, հետո նոր կգնամ արդեն սպիտակ կրեմը կպատրաստենք։ Մտազում վեկալեցի 3-ը եկել է, բայց սիլ պատկեր ունի չիկներ, որտեղ որ դրեն հենց գրած է իր անունը մարկ, աստղեր, այնտեղ մի քանի տես ձևի կար, մի քանի տարբերակ կար, ու սա, եկել սա վեկալեցինք մանկապարտեզի համար, որոշեցինք, որ քիչ հակ լինի մի հատ էլ ինչ-որ մի բան ավելացնել։ Տարբեր համերի այս ձմերուկի համովն է, այստեղ տարբեր ելանք։
Մարկ, ես քեզ կուտեմ, Մարկ մի օր։ Աչքերը։ Ախոր համար նոր ինքն էլ լացում։ Ասում պատվեր ունի մտա պիճակը շկա, որ պատվերը վեկալի։ Արամն էլ էր ուզում իջնել, ասեց չէ։ Արամը սկսեց լացելու ու Մարկն էլ հետևից ասում է պապան Արամի վրա ջղայնացավ ու ինքն էլ էր աչքերը լցրել։ Դուք մոմա ես խր։ Պապան ինչ ասեց ապերին։ Хочет магазин. Хочет майочинки. Արամը մազուշնի է ուզում։ Он хочет куника. Куника хочет. Մարկ, կուտեմ ես քո մուտքն։ Он хочет. Վա Մարկ։ Да. Համովա։ Это Ձմերուկ։ яблоко. Չէ, ձմերուկը։ Արբույզ, արբույզ։ Нет. Արամը ելակ վեկալի։ Яблоко. Չէ, яблоко չկա, դե կանանչ գույնն է խապնվում, գիտի խնձորը։ Мама, яблоко. Хорошо, քոնը яблоко է։ Ես որոշեցի ձմերուկին փոցում շատ համովա։ Արամ համովա ելակինը։ Он хочет куники. Կուբիկի չի, լուպիկ։ Куники. Կուբամա լեզու տուտին։ Վեկալի մի հատ էլ պատվեր ունենք վայբերի սման։ Это моя Էլի խմորեղին հետ կապված գնանք դա էլ վեկանենք ու գնանք տուն։ Ես բացենք տեսնենք։ Наклейка, дохти вера, мама шарина. Понятно. Смотри, синий. Я сидят мультикные сверши жаном шатшатане. Смотри, не вера, синий. Այստեղ հերթահասավ մանկապարտեզի հյուրասության եկեք միասին փոքրիկ տոպլակները պատրաստենք երեխեքի համար, որոշեցի, որ վաղ մորեղենը վերջնականապես կանեմ, քանի որ երեխեքը տանը չեն լինելու, դպրոց մանկապարտեզ ինձ խանգարող չի լինել, նույնպես որ կրեմը վաղը կպատրաստենք սպիտակ ու կզարդարենք ամբողջությամբ, այստեղ տնեցիկ Հասան ինձ օգնության, որ ավելի արագ վերջացնեմ ես, որ վաղը Մարկ առավոտյան շուտ կարողանա իր հետ տանի։ Իսերում գոնջի ծնունդն է? Իսերում գոնջի ծնունդն է? Հա? Գնանք մանկապարտեզ։ Հա? Я хочу магазин гулять. Մագազին պապան գնաց։ Մենք երեք մոռացանք դասատուների համար ինչ որ մի բան կա, մի հատ քաղցի ինչ որ մի բան կանենք, որ իրանցնեն հյուրասիրենք։ Արդեն ուշ էր, որ մտքներովս անցավ ճիշտն ասած։ Լավ, այստեղ մի հատ խանութ կա։ Այդ խանութը դպրոցի մոտիկ նավայից ժամին առավոտ շուտ ժամ 8-ից բացվում է։ Մեր մոտի խանութները ժամ 9-ից է բացվում։ Մեր տարածքի մոտիկ էլի խանութները մասն։ Գնաց տեսնենք ինչ ա վեկալում։ Ու գնանք հյուրասիրություն արդեն վեկալել ենք երեխեքի համար։ Գնանք, հա? Գնանք, տղա, իսրին տղա։ Մեծ տղա դարձավ, իսրին տղան 3 տարեկան է։ Ուսնին արդեն ճանապարհեցինք։ Պատրաստես, Անա, գիտես դասատուն, գնացինք, հա, գնացինք, մամայի սիրում, որ ասում եմ գիժմարդ, ճիշտ է, բելի վատիկ, ասում եմ ծուն է գալիս, անգամից հարվում որ, գնա, արի, բաչում, Մատ տեսավ ամանջից բաչի գնա դե պակա գնացինք գնումները կատարեցինք, վերջացրեցինք, մի քանի գնումներ ունենք հիմա ասոն որոշեց նորից պատվիրի այստեղինը շատ ենք հավանում հայերն են պատրաստում տեղի խորովածները համեղ են այստեղից նորից պատվիրի գնանք լավ ասել վեկալ էին, երևի վեր։ Գնամ տուն ու շարունակեմ արդեն տորթի աշխատանքները։ Ու շարմա էլ վեկալ է, ես է գնամ խոտքենք տեսնենք, աստեղի շարմաները ոնց են։ Լավաշնի վեկալի ու գնանք տուն։
Գալիքներն էլ բակալեցի։ Գնանք արդեն սկսենք տունը զարդարել։ Այսինքն մի հատ անկյուն ընտրեմ ու այդ անկյունը սկսեմ արդեն զարդարել։ Դա 1 ժամ կա իրենց գալուն։ Սկսենք գարնանային ձյուն։ Գնացինք։ Лусин часа. Если я досрик, Я скажу Марку потянуть за вот эту штуку. Когда он потянет за эту штуку, появится вот это. И я прочитаю, что там будет. Он скажет, ой, я скажу ему, ой, не туда. А если вот так вот он сделает, то здесь будет стрелочка там. Он может вот эту, он должен перевернуть эту штуку, и здесь будет приветиком малыш. Марку 3 годика. А сзади есть наш ребенок Марк. Ապտեստը շանցի դասիտ։ Դասից թվեն աչքի դեն ինչ անում, դու մի ասավան ասատքում։ Ես ինչի իրարը, եսը մի կտրան։ Здесь еще такой куда. Кстати, я хочу его куда-то приклеить. Շուշ, դե տնանցի դասի։ Դու ժամանակ չենք ունենա դասի։ Ժամանակ ասա, որ համ պատվերը վեկալենք, համ երեխեքին։ Դանից դուս են գալի, հորակվին արդեն եկավ, գնաց ասեցի գնա տուն լուսնեն տուննա ու կեսասել ես տունը։ Խոսքով գնանք տողքնից էլ վեկալենք ու գնանք։ Հա, այս քույն նվերն է վեկալ։ Ես բտնեմ ես։ Да, пьем я. Դա գնացինք, մենակ էդ մնացի տղես, ես խմբում քիչ հոգի է, 7 հոգի է, մենակ էդ մնացի արդեն գնացի։ Գնանք աղամիջներ վեկալենք, այսի մաման հագնի կոշիկը գնանք։ Հագցը մույգան։ Մինչև այստեղ մատկի նոր խաղալիքի հետ խաղա, ես գնամ միրգը լվանամ եւ տորթերը պատրաստեմ, քանի որ կեսարս էլա տորթ գնե։ Երկու հատ ծննդյան ինչպես միշտ, մեր մոտ ծննդյան տորթերը միշտ 2 հատ են լինում։ Իմիջիալոց ասեմ, այս անգամ մատկը ինքն անցրի նվերը այնքան է մեծացել, որ հայր ու տղա այսպես նստեցին համակարգչի առաջ, ինքը որոշեց, որ էս իհարկե մի քանի տարբերակներ ասուն ցույց տվեց, որոշեց, որ էս ռոբոտ մեքենան է ուզում ու ուրիշ տարբերակների էլ չնայեցին, որ անփոփոխ էր իր որոշումը, որոշեց, որ սա ուզում էլ ուրիշ տարբերակների չնայել։ Փչի, մար։ Շատ ունես բեր։ Ես շատ ունես բեր։ Սա մի անգամից 4 սանտ է, որ հաշվետապ։ Ես հասպասեք պապին մի հատ էլ ա բերի Արա սրանից։ սենց է պա, է, ես սենց ախոտ եմ հանի։ Չէ, այդ մեկին չէ տեսենի տեսա, որ Լուսինը ինչո՞ս ավիճից օգտվում։ Իրենս մացրի։ Լուս, նա, դերջի։ Լուս բնի։ Я, Всё, նայք պապին միացնում է։ вот, смотри, смотри. Ասու իրեք կողը։ Вот так держи, вот так держи. Поближе. Արամ, պապին կանչա դիարը։ О! Как красиво, белиссимо. Լուսի, մոտը։ Вот это мермия. Ահա, можно եկել։ А я буду есть. Здесь вспышки. Այս թողը քանի։ Да, я хочу пить. Սպիշի իրան տվեք։ Вот вспышка. Марс, вот вспышка. Լուսի։ Здесь больше вспышек. Պասիկ, ես Արա եկալա։ լքնուջի։ Вот.
Видишь, это съедобно вкусно. Ինքը ոնց ուզում է դեր տվեք իրան։ Май. Видишь? Не знаю, возьму, а я Эджи. Ալա կոնֆ Սա էլ արդեն տորթի մեջը տեսեք ինչպես աստացվել, վրենդը արդեն տեսակ երեխեքը ինչ արեցին, որ զարդարանքից ոչինչ չթողեցին, ես թողնում եմ, որ իրենք վայել են ուղակի տորթն, չեմ ասում մի կպեք, ինչ որ բաներ պոկիկ են, որ իրենց տորթն է, իրենք ոնց ուզեն, այնպես էլ պետք է ուտեն, որ կարևորը որ ուտեն, վերջը մի խոսքով եկեք այստեղից էլ ձեզ հաջողություն ասեմ, մնացեք լավ, եղեք բարի, միշտ շփտացեք, կհանդիպենք մյուս վլոգներում, պակա-պակա։ Какой-то червь. Вот это то, это фасоль. Это какой-то сороконожка. Это кузнечик. Куда ты положишь? Сюда. А вот этого помидорка куда? Нет. Помидор красного цвета. А теперь куда положим скунса? Сюда. А коалу? Ой, коала куда? Вот он. Коалу куда? Вот сюда. Да. Смотри, видишь, оно еще с малышом своим. Смотри, синий. Я хочу синий. Так, это тоже сюда давай. Засовывайся. Так. Куда? Нет. Зеленую штучку. Так, дальше давай чуть-чуть оставим. Рыбку куда? Сюда. Молодец. Дальше что пойдет у нас? Синий кит. Кит. Молодец. Давай кит куда? Нет. А куда вот эту штучку? Это груша. Куда грушу? Сюда. Молодец. Куда вот эту? Так, сюда. Вот это куда? Так. Сюда. Да, это сюда. Сюда. А ну-ка. Да. Молодец, ты все сделал. Теперь смотри.